Պատվարժան դատարան Սույն քրեական գործով միջդատական վարույթի ընթացքում մեղադրել Ռոստոմյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանքը։ Գործը դատարան ուղարկվելուց հետո եւ Սույն դատարանում քննության առնվելուց հետո դատարանը քննության առնելով Ռոստոմյանի նկատմամբ կիրառված խափան միջոցը պահպանելու երկարաձգելու հարցը արձանագրեց, որ նրա կալանքի տակ պահելու հիմքերը շարունակում են առկա լինել, բայց նվազ չափով եւ թույլատրելի համարեց Ռոստոմյանի նկատմամբ առավել մեղմ միջամտություն նախատեսող անազատության հետ կապ ունեցող խափանման միջոցի տնային կալանքի կիրառումը։ Գտնում եմ, որ անցած ժամանակահատվածում, երբ գործը դեռևս գտնում է նախնական դատալսումների փուլում, դեռևս չի սահմանվել ապացույցների հետազոտման կարգը, որևէ ապացույց չի հետազոտվել, շարունակում են առկա լինել այն հիմքերը, որոնք դատարանը հաստատված է համարել տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս։ Եվ միջնորդում եմ, որպեսզի դատարանը երկարաձգի Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցների ժամկետը ևս 3 ամսով, առանց որևէ փոփոխության, այն նույն սահմանափակումներով, որոնք նախատեսված են եղել նախորդ որոշմամբ, եւ նաեւ թույլատրելով այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան։ Ցանկանում եք արտահայտել պաշտպանական կողմը։ Շնորհակալություն պատվարժան դատարան, ես կփորձեմ հնարավորինս հակիրճ լինել։ Պատվարժան դատարան, նախնական դատալսումների ընթացքում, երբ դուք քննարկեցիք մեղադրյալների խափանման միջոցը, առաջին անձը, որի խափանման միջոցը ձեր կողմից փոփոխվեց, դա Արա Ռոստոմյանն էր, եւ կարծում ենք, որ այդ ժամանակ դուք իրոք համարձակ որոշում կայացրեցիք։ Մենք գնահատում ենք այդ որոշումը, բայց դրա հետ համաձայն չենք, որի կապակցությամբ էլ վերաքննիչ բողոք ենք ներկայացրել եւ որի պատասխանը մինչ այժմ չունենք։ Պատվարժան դատարան, երբ դուք հրապարակեցիք խափանման միջոցի որոշման եզրափակիչ հատվածը դատականիստերի ընթացքում, առնվազն 2 անգամ հայտարարեցիք, որ Արա Ռոստոմյանին թույլատրում եք շաբաթական առնվազն 2 անգամ այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն։ Պատվարժան դատարան, բոլոր բառարաններում բացատրական հոմանիշների առնվազն բառը մեկնաբանվում է որպես ամենաքիչ, նվազագույն, բայց երբ մենք ստացանք որոշման գրավոր օրինակը, տեսանք եւ համոզվեցինք, որ առնվազն բառը ձեր կողմից մեկնաբանվել է որպես առավելագույն եւ սահմանվել է շաբաթական առավելագույնը 2 անգամ այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այդ մասով կարծում եմ, որ հակասություն կար, կարծում եմ նաեւ, որ տեխնիկական վրիպակ էր եւ եթե դատարանը որոշի խափան միջոցը թողնել անփոփոխ, կարծում եմ այդ վրիպակը պետք է ուղղվի։ Պատվարժան դատարան, ինչ վերաբերում է որոշման արձանագրված հիմքերին, ապա դատարանի կողմից 2 հիմքեր արձանագրվել, հանցանքի կատարման հավանականությունը եւ քննության նկատմամբ ազդեցությունը, քննության վրա ազդեցությունը։ Պատվարժան դատարան, առաջին հիմքի մասով եւս կարծում ենք, որ տեխնիկական վրիպակի հետ գործ ունենք, որովհետեւ դատական երաշխիքների վարույթով մեր նկատմամբ խափան միջոցն ես դուք եք քննարկել, ձեր նախագահությամբ էր քննարկվել եւ դուք կրկին 2 հիմք եք իրատեսական համարել, այդ թվում նաեւ հանցանքի կատարման հավանականությունը, բայց վերաքննիչ դատարանը մեր բերված բողոքի արդյունքում հանցանքի կատարման հավանականությունը իսպառ բացակա էր համարել։ Սակայն երբ դուք տնային կալանք կիրառեցիք, կրկին նշեցիք, որ հանցանքի կատարման հավանականությունը առկա է եւ կարծում եմ այդ մասով, որ կրկին տեխնիկական վրիպակ է տեղ ունեցել, արտատպում է տեղ ունեցել նախորդ որոշումից եւ կարծում եմ, որ այս անգամ եւս այդ տեխնիկական վրիպակը կողմի եւ հանցանքի կատարման հավանականությունը իրատեսական չի համարվի Արա Ռոստոմյանի դեպքում։ Ինչ վերաբերում է քննության վրա ազդեցությունը, պատվարժան դատարան, այդ մասով դուք նշել եք, որ այն էականորեն նվազել է։ Դա դուք նշել եք 3 ամիս առաջ, պատվարժան դատարան, էականորեն նվազել եզրույթը իմ կարծիքով դա ստատիկ ինչ-որ հանգամանք չէ, ստատիկ իրողություն չէ, այլ դինամիկ փոփոխության ենթակա եզրույթ է եւ աճի առումով եւ նվազման առումով։ Աճի առումով հանրային մեղադրողները որևէ հանգամանք արգումենտ չբերեցին, հետեւաբար միակ տրամաբանությունը այն է, որ այդ էականորեն փոփոխությունը
3 ամսվա ընթացքում շարունակել է նվազել եւ այս պահին եւս էականորեն նվազած է։ Հետեւաբար պատվարժանդական նույն այդ հիմքով, իմ կարծիքով, տնային կալանք կիրառվել չի կարող։ Եվ պատվարժանդական եւս մի հանգամանք նշեմ, որ այդ 3 ամսվա ընթացքում ձեր կողմից նշված այդ նվազագույն կամ առավելագույն 2 անգամը Արա Ռոստոմյանը շաբաթական այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, այսինքն հարաբերական ազատության մեջ է գտնվել, ընդ որում գաղտնիք ասած չեմ լինի, եթե ասեմ, որ գնացել է առանց ոստիկանների ուղեկցության, քանի որ ոստիկանները այդ ուղեկցումը չեն իրականացնում եւ ունենալով ազդեցության բոլոր իրական հնարավորությունները դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ եւ կարծում եմ, որ դա ապացուցված իրողություն է եւ որպես ապացուցված իրողություն ավելի ծանրակշիռ է, քան վարույթ իրականացնող մարմնի ներողություն հանրային մեղադրողների կանխատեսական հետևությունների ենթադրությունները։ Պատվարժանդական ես եզրափակեմ նշելով, որ հանգամանքների բերումով հաճախ եմ շփվում զոհվածին ծառայողների ծնողների հետ, որովհետև մեր նորագույն պատմության մեջ ամեն երկրորդ ծնողի նկատմամբ երևի հանրային քրեական հետապնդում է հարուցված եւ պաթոսային չլինի պատվարժանդական, բայց նշեմ, որ յուրաքանչյուր ծնողի համար Եռաբլուր չայցելելը ցանկացած ժամանակ իր ոգու կանչով, իր սրտի կանչով ցանկացած ժամանակ չայցելելը դա հավասարազոր է մահվան։ Հետևաբար քննարկելով ներկայումս Արա Ռոստոմյանի տնային կալանք պահելու հանգամանքը, խնդրում եմ հաշվի առնել, որ նրան ընդամենը 2 անգամ թույլատրելով այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն, դուք նրան զրկում եք ոչ թե ազատության իրավունքից, այլ կյանքի իրավունքից։ Այսքանը։ Ինչ վերաբերում ներողություն պատվարժանդական, խնդրում եմ նաև միջնորդում եմ, որ կիրառվի որպես խափանմիջոց բացակայելու արգելքը։ Բացակայելու արգելքը արդեն իսկ կիրառված է։ Միայն բացակայելու արգելքը պատվարժանդական։ Մեղադրյալը ցանկանում է արտահայտվել։ Հակարծում պատվարժան դատարան, ես նշված տվյալը փորձեցի ճշտել ընթացքում 2025 թվականի հունիսի 26-ից կարծում եմ նիստերի դահլիճում որևէ մեկը նշված հարցի հետ բանավեճ չունի, հայրենիքին ամենաթանկը տված պարոն Ռոստոմյանի նկատմամբ կիրառվել է կալանք 2025 թվականի հունիսի 26-ից։ Դատախազների դիրքորոշումը որպես հանրային մեղադրողներ ձեր կողմից վարույթը ստանձնելու պահին, եթե հիշողությունս չի դավաճանում, եթե կսխալվեմ, կուզեմ, որ ուղեմ, բայց չի եղել այն, որ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառվի հայրենիքի համար ամենաթանկը տված անձի նկատմամբ։ Դատարանը իր նախաձեռնությամբ կիրառեց տնային կալանքը որպես խափանման միջոց։ Դատարանի կողմից տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելուց մինչ օրս հաշվի առնելով սահմանադրական դատարանի 1798 որոշումը այլևս փաստ է, որ ինտենսիվությունը պարոն Ռոստոմյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ամբողջությամբ համարժեք է կալանքին, ամբողջությամբ։ Սա այլևս պարզապես մեզ համար, մեր իրավական համակարգի պրակտիկայի ելակետ է։ Հետևաբար, այո, պարոն Ռոստոմյանի նկատմամբ հունիսի 26-ից կիրառված է հենց կալանքը, որովհետև սահմանադրական դատարանը հաշվի առնելով եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ուղիղ նշված է արձանագրել, որ իրենց ինտենսիվության տեսանկյունից ուղիղ համարժեք է։ Այսօր հանրային մեղադրողները կրկին պնդում են փաստացի կալանքի մասին, որտեղ տնային կալանքը նույնն է։ Իսկապես ինձ մոտ հարց է առաջանում, լավ ինչի համար պարոն Ռոստոմյանի նկատմամբ, որի պաշտպանի խոսքից պարզ է դառնում, որ փաստացի խափանման միջոցի ինտենսիվության նվազումը ունի մեկ նպատակ։ Այն առնչություն չունի սույն վարույթի հետ, այն առնչություն չունի ընդհանրապես հասարակական հարաբերությունների հետ, այն առնչություն ունի մեկ հանգամանքի հետ, Եռաբլուր այցելելու հետ։ Պատվարժան դատարան, ես կարծում եմ դատարանի նախորդիվ կայացրած որոշումները նաև հաշվի առնելով։ Ես օրինակ կարող եմ ասել
ի թիվս այլի, Հրայր Սարգսակի նկատմամբ կիրառված որոշման պայմաններում։ Իդեպ 2025 թվականի օգոստոս ամսից ոչ կալանք, ոչ տնային կալանք, այսինքն ավելի նվազ խափաման միջոցի պայմաններում ունենք փաստը բացառապես պատշաճ վարքագծի դրսևորման։ Եվ դուք էլ պատվարժան դատարան տեսել եք, թե ինչպես է բացառապես պատշաճ վարքագիծը դրսևորվում։ Մի օրինակ եմ ուզում բերել, որ արդեն դատարանը որպես վարույթ իրականացնող մարմին ակնհայտորեն արձանագրած եղել է։ Եղել է դեպք, որ պարոն Ռոստոմյանին դատարան բերելու դժվարություն է առաջացել։ Ոչ պարոն Ռոստոմյանի ցանկությամբ։ Այլ ուղեկցող ոստիկանների, այս իմաստով ոստիկաններին որևէ մի քննադատություն չեմ ուզում ուղղեմ, բայց դա փաստ է, դա տեղի ունեցել է։ Դա էլ դատարանը կարող է հաշվի առնել ավելի նվազ խափաման միջոց կիրառելու տրամաբանությունից ելնելով։ Կարծում եմ քրեական դատավարության օրենսգիրքը բոլոր նման հնարավորությունները նախատեսում է։ Եվ կարծում եմ նաև, վստահ եմ նաև, որ ցանկացած նման ձևի որոշումը դատարանի կբխի թե նվազագույնի սկզբունքից քրդատի 18-րդ հոդվածի, թե մարդասիրության սկզբունքից։ Շնորհակալ եմ։ Ցանկություն կա ապետ, որ այլանձիկ չկան։ Վարդի մասնակիցներ դատարան լսելով կողմերի կարծիքը որոշեց Արամ Ռուբենի Ռոստոմյանի նկատմամբ կիրառված խափան միջոց բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ որպես տնային կալանք կիրառված խափան միջոցի ժամկետը լեռանալուց հետո 2025 թվականի նոյեմբերի 25-ից հետո որպես խափան միջոց նաև կիրառել համակցված բացակայելու արգելքի հետ վարչական հսկողությունը, որի ընթացքում վերջինս պարտավոր է չփոխել իր բնակության վայրը եւ առանց վարույթի իրականացնող մարմնի թույլտվության չփոխել այն, յուրաքանչյուր օր ժամը 21:00-ից մինչև ժամը 8-ը չբացակայել իր բնակության վայրի, չլքել բնակության վայրը, տարածքը եւ շաբաթը մեկ անգամ գրանցվել իրավասու մարմնում, այսինքն պրոբացիայի ծառայությունում։ Դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ արձանագրված դատանի կողմից նախորդ դատականությունում տնային կալանքի հիմքերը նվազել են, խոչընդոտել հանգամանքն է առկա, որպեսզի պայմաններում տվյալ խափան միջոցները դատանի կողմից մատնանշված կարող են ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Բացի այդ նաև մեղադրյալին արգելել նաև մարդաշատ վայրեր այցելել։ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեակադատանան ստանալուց հետո 10 օրյա ժամկետում։ Այսինքն տնային կալանքը նոյեմբերի 25-ից հետո 26-ից սկսած փոխել է վարչական հսկողության, բացակայելու արգելքը մնալու է անփոփոխ։ Սահմանափակումները ես արդեն նշեցի։ Պարզ է կողմին։ Պարզ է։ Հանգիստ։ Պարզ է։ Լուրջ։ Չեք կարող շարունակել։ Հա, որի։ Գուվարկյան։ Հաջորդ թիվ խնդրեմ։ Ցուցակով եք ցանկանում, թե պաշտպան Կոչուբաևը նշեց, որ դուք ժամը 3-ին եք, հա, բանաներով։